Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փակ քննարկման արդյունքում խորհրդարանի փոխնախագահների պաշտոններում կառաջադրի Հայկ Կոնջորյանի եւ Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները։ Այդ պաշտոններին հավակնում էին նաեւ Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանն ու Ալխազ Ղազարյանը։ Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի նախագահի հետ այդպես էլ չկայացած հանդիպմանը։ Նախատեսված հանդիպում չի եղել եւ երկրների ղեկավարների հանդիպումների կարճ ժամանակ ասած ինքը մի շաբաթ մի օր չի։ Այսինքն առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված։ Ձեր հայտարարությամբ պետք է ընտրություններից մոտ մեկ շաբաթ հետո լիներ, ասել էիք հունիսի երկրորդ կեսին։ Չէ, դա ուրիշ թեմայի մասին է եղել։ Փաշինյանը փաստացի հաստատել է, որ նախապես ազդարարված բարձր մակարդակի այցը տեղի չի ունեցել։ Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ հունիսի 3-ին նա Մարտունիում հրապարակավ վստահեցրել էր, թե ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա։ Ռուսաստանի նախագահ հունիսի 1-ին զանգահարել էր իմ ծնունդը շնորհավորելու համար, բայց պարզաբացի շնորհավորանքներից մենք նաև գործնական խոսակցություններ ունեցանք։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես կմեկնեմ նորից եւ հանդիպում կունենանք։ Ցավոք պիտի նշեմ, որ այո շատ վատթար եւ Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի պնդմամբ Հեցի պետականացման գործընթացը կավարտվի հուլիսի կեսերին։ Պետրոսյանի խոսքով շուտով կառավարությունը կընդունի Հեցը գերակա շահ ճանաչելու մասին որոշում, որին կհաջորդեն գույքի շուկայական արժեքի գնահատման եւ սեփականատերերին փոխհատուցման գործընթացները։ Պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի վերամասնավորեցման դեպքում մասնավորը, պետականացված մնալու դեպքում պետությունը գուցե կոնցեսիոն կառավարման տվի եւ կոնցեսորը նաեւ ներդրումներ արվի։ Մասնավորների հետ։ Այս պահին չեմ, այս պահին նման քննարկում չկա։ Պետականացում ինչ կլինի։ Բավականին ինտենսիվ առաջ է մաղվում process-ները։ Շատ շուտով հուլիսի կեսերին արդեն կառավարությունը որոշում կընդունի հանրության գերակա շահ ճանաչելու, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատում եւ փոխհատուցում։ Առաջին խումբ հարցերը ուղղված են ուժեղ Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին անվավեր քվեաթերթիկների աննախադեպ աճի եւ ապրիլի 7-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հարց է տվել։ Հետաքրքրվելով, թե արդյոք առկա են հստակ ուսումնասիրություններ, որոնք կփաստեն, որ քվեաթերթիկների լրացման կարգի փոփոխություններն են հանգեցրել անվավեր քվեաթերթիկների աճին։ Ի պատասխան Արամ Վարդևանյանը նշել է, որ փոփոխությունների եւ անվավեր քվեաթերթիկների միջև պատճառ-հետևանքային կապը ակնհայտ է, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի վարել դրանց դասակարգում ըստ անվավերության պատճառների։ Վարդևանյանը հավելել է, որ իր սկզբանե հայտարարված 17097 անվավեր քվեաթերթիկների թիվը հետագայում փոխվել է եւ իրենք պահանջել են վերահաշվարկել բոլոր տեղամասերի անվավեր քվեաթերթիկները ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Հայաստանի քիքբոքսինգի հավաքականը հաջողությամբ է հանդես եկել Մոլդովայում կայացած քիքբոքսինգի աշխարհի բաց գավաթի 6-րդ մրցաշարում 15 երկրների թիմերի պայքարում նվաճելով պատվավոր երկրորդ հորիզոնականը։ 650 մարզիկների մասնակցությամբ այս մրցաշարում հայ մարզիկները հանդես են եկել միառժամանակ մի քանի ոճերում, ցուցադրելով բարձր տեխնիկական պատրաստվածություն։ Հավաքականի մարզիչների խոսքով սա անչափ կարևոր նվաճում է, հատկապես հաշվի առնելով, որ թիմի պատանի անդամների մեծ մասի համար սա առաջին միջազգային փորձներ։ Մարզիչները ընդգծել են, որ թիմային ոգին եւ համատեղ քրտնաջան աշխատանքը թույլ են տվել ոչ միայն արժանիորեն ներկայացնել Հայաստանը, այլև ոգեշնչել մարզիկներին հետագա նոր հաղթանակների համար։ Մրցաշարում մենք գրավել ենք պատվավոր երկրորդ հորիզոնականը, այսինքն Մոլդովան եղել է առաջին տեղը, դե պարզավոր իրանց երկրում է, իրանց մասնակիցները ավելի շատ են ու գրավեցին առաջին տեղը, երկրորդ տեղը գրավել ենք մենք պատվավոր եւ Բելարուսյան երրորդ տեղը, այսինքն մենք այդ 15 պետությունների մեջ գրավել ենք երկրորդ տեղը։ Մարզիկների համար շատ դժվար էր, քանի որ բոլոր մարզիկները մասնակցում են երկու ոճերում, թե low kick, թե kick light, թե կամեկ, ավելի շուտ 3 ոճերում էին մասնակցում։ Իսրայելական կողմի հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մտադրության ֆոնին Ռեջեփ Թայիպ Էրդողանը հանդես է եկել Իսրայելի դեմ ուղղված հերթական կոշտ հայտարարությամբ։ 2 Mart'tan bu yana
Թուրքիայի նախագահը բացահայտ կոչ է արել կործանել Իսրայելը եւ վերջինիս մեղադրել է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար։ Բենյամին Նեթանյահուն այս սպառնալիքները որակել է որպես պետականության դեմ ուղղված լուրջ վտանգ եւ խոստացել է հարցը բարձրացնել Միացյալ Նահանգների ղեկավարության առջեւ։ Երկու պետությունների առճակատման իրական շարժառիթը Սիրիայում նրանց աշխարհաքաղաքական շահերի եւ ազդեցության գոտիների սուր բախումն է։ Թուրքիայում հասարակական դժգոհության աճը նույնպես ստիպում է Անկարային վերանայել իր դիրքորոշումը եւ հեռանալ իսրայելական կողմի հետ համագործակցությունից։ Այս ամենը դեռևս կրում է քաղաքական մանևրի բնույթ, քանի որ Թուրքիան երկար տարիներ պահպանել է երկակի ստանդարտներով գործելու իր գործելավոճը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին։ Պատերազմի նոր փուլը կարող է սկսվել Թեհրանի հարձակման կամ Դոնալդ Թրամփի վճռական որոշման պատճառով։ Նախարարի պնդմամբ ամերիկյան կողմն ուղղակիորեն փոխկապակցել է իրանական եւ լիբանանյան ռազմաճակատները։ Այս հանգամանքով է պայմանավորված Բեյրութի շենքերի զանգվածային ավերումը դադարեցնելու Իսրայելի որոշումը։ Կացը կարծում է, որ հենց Վաշինգտոնի միջնորդությունն է փրկել Հեզբոլլահ խմբավորմանը վերջնական փլուզումից։ Փաստացի իսրայելական կողմը սեփական ռազմական դադարների պատասխանատվությունը վերագրում է դաշնակցի շահերին։ Նման հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում Իսրայելի ինքնուրույն գործելու իրական հնարավորությունները։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության փոխհրամանատար Բրեդ Քուփերը Լիբանանում հանդիպել է երկրի զինված ուժերի հրամանատար եւ երկրի նախագահ Ջոզեֆ Աունի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն է եղել Լիբանանի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև ձեռք բերված երկկողմ համաձայնության իրականացման մանրամասների քննարկումը։ Սակայն մասնագետները կարծում են, որ այս պայմանավորվածությունը փաստացի օրինականացնում է իսրայելական բռնազավթումը լիբանանյան հողերում։ Այն ծառայում է որպես քողարկում լիբանանցի ժողովրդի դեմ իրագործված շարունակական հանցագործությունների համար։ Կանադայում զբոսաշրջիկներ տեղափոխող նավակ է խորտակվել, 6 մարդ անհետ կորել է։ Այն խորտակվել է Ռիչմոնդ քաղաքի ափերի մոտ։ Նավակում եղել է 10 մարդ, 4-ին հաջողվել է փրկել։ Մնացածի որոնումները շարունակվում են։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին արևային ակնոցով է հայտնվել միջոցառմանը։ Նա դա գրել է Փարիզում Օմանի սուլթան Հեյսամ բին Թարիքի հետ հանդիպման ժամանակ, բայց չի հանել նույնիսկ շենքի ներսում։ Ավելի վաղ Մակրոնը պարզաբանել էր, որ առողջական խնդրի պատճառով է ակնոցով։ Պակիստանի զինուժը ռազմական գործողություն է սկսել Աֆղանստանի հետ սահմանամերձ գոտում եւ օդային հարվածներ հասցրել։ Իսլամաբադն այս գրոհը ներկայացրել է որպես պատասխան Կարաչիում տեղի ունեցած դեպքերի, երբ զինյալները հարձակվել էին ռազմականացված ուժերի կենտրոնակայանի վրա։ Թալիբանի կառավարությունը հայտնել է 36 խաղաղ բնակչի սպանության մասին, մինչդեռ պակիստանյան կողմը պնդում է, թե ոչնչացրել է ահաբեկչական խմբավորման 29 անդամի։ Իսլամաբադը թիրախավորել է Թեհրիկ-է-Թալիբան Պակիստան կառույցի հենակետերը, Քաբուլին մեղադրելով զինյալներին սեփական տարածքում ապաստան տրամադրելու համար։ Սահմանային սրացման ֆոնին երկու երկրներն էլ կանչել են դիվանագիտական ներկայացուցիչներին եւ միմյանց բողոքի նոտաներ հղել սահմանային խախտումների ու ահաբեկչությանն աջակցելու համար։ Չնայած Չինաստանի եւ արաբական երկրների միջնորդական փորձերին կողմերի միջև փոխադարձ հարվածների շարքը վկայում է տարածաշրջանում լարվածության հետագա աճի մասին։